անցած տարիների ընթացքում ոնց է Գյումրին դիմավորել մարդկանց, ոնց են այդ մարդիկ շնորհակալություն հայտնել Գյումրիին։ Մենք գիտենք, որ 8 տարի առաջ այստեղից սկսեց ընդհանուր Հայաստանի մեծ շարժումը, դժգոհությունը եւ Հայաստանի առաջնորդներից մեկը երրորդ ժամկետ էր ուզում ընտրվեր ու սկսեց դժգոհություն ու Գյումրիից սկսվեց։ Ընդհանրապես Հայաստանում իր հայացքներով քաղաքական հայացքներով միշտ Գյումրին առանձնացել է։ Մարդիկ այստեղից ելնելով, հասնելով Երևան մի փոփոխություն բերեցին, բայց այդ փոփոխությունից Գյումրին երևի բան չասավ։ Վերջի տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ։ Ամեն մեկի ընտանիքի վրա այս իշխանությունը վերցրել է 10,000 դոլար վարկ։ Դրա եթե մի տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, մի տոկոսը այսօր անտուն մարդ, Դոմիկում ապրող մարդ Գյումրիում չէր լինի։ Երկրորդ բանը, գիտեք Հայաստանի ամենաաղքատ մարզը որը մարզան։ Դուք գիտեք ամեն երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ Շիրակի մարզում։ Միլիարդավոր դոլարների փող է գալի բյուջե, վճարում ենք մենք, վճարում ենք բոլորս, 8 միլիարդ վարկ ենք վերցրել։ Շիրակում հեղափոխությունից հետո աղքատությունը աճել է։ Պատկերացրեք Շիրակի սահմանակից վրացական շրջաններում 2 անգամ նվազել է, այստեղ աճել է։ Սա վերաբերմունքն է այն մարդկանց, ով ստեղից է սկսել գնացել այնտեղ փոփոխություն բերել, ով հիմա 120 մեքենայով է շրջում, ում տան վրա 2 միլիոն դոլար փող են ծախսում, բայց Շիրակի մարզը երկրի երկրորդ քաղաքը նաև աղքատության մեջ է։ Գիտեք ինչն է այդ ամեն ինչի պատճառը։ Մի բան, մենք ամեն դեպքում մեծ սիրով, մեծ սրտով մարդկանց դիմավորում ենք, բայց պետք է մի հատ դաս ունենանք, մի հատ քննություն անցկացնենք նոր հնարավորություն կան։ Այդ քննությունը անցյալի քննություն է։ Ինչ անցյալ ունեցել մարդ մինչև իշխանության գալը։ Մեր այսօրվա Հայաստանի ղեկավարի անցյալը կարող է մեզ թույլ տալ մտածել, որ նա գալով իշխանության կենտրոնանալու է մենակ մարդկանց մասին վատ բաներ գրելով, քահանաներ ձերբակալը չենք մտածի, ճիշտ է որ ասել։ Երկիրը ամեն օր մի հատ նոր շոուով առաջ տանելով, բայց ո՞նց եք դուք զգում ձեր կյանքի վրա այդ ազդեցությունը։ Ամենաաղքատ մարզը ո՞նց է զգում։ Այն մարզը, որ ժամանակին Հայաստանի ամենահարուստ մարզն էր, որովհետև մոտեցում չկա, չկա տնտեսության մասին պլանավորում, այսինքն այսօր եթե իրանց զարթնացնես, հարցնես, ասես լավ, 2 տարի հետո Գյումրիում ինչ եք անելու։ Այս մարդիկ ինչ հույս ունենան։ Իրանք չեն ասելու ինչ են անելու, որտեղ չգիտեն։ Իրանք կարան գան, մի երկու փողոց ասֆալտ անեն, բայց մարդկանց ընտանիքը պահելու վրա դա ազդելու է, թե չէ, աղքատությունից հանելու է, թե չէ։ Ինչ ենք մենք առաջարկում Գյումրիի համար։ Նախ առաջինը աղքատության հարցը պետք է մի քիչ արագ լուծենք, քան տնտեսական զարգացումը ապահովելը։ Ուրեմն ստեղծումը աղքատության հաղթահարման հիմնադրամ, որի մասին 3 օր առաջ Սամվել Կարապետյանի ներկայությամբ մենք հայտարարել ենք։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մնացող մասն էլ աշխարհի ուժեղ հայերը։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների, որի նշանակալի մասը Գյումրիում է։ 5 հոգանոց ընտանիքը սկսում է ստանալ ամսական 150,000 դրամ, որպեսզի կարողանա ինչ-որ ձև աշխատանքի հետ զուգահեռ, որպեսզի կարողանա ընտանիքի երեխեքի կրթության տա, առողջապահական հարցերը լուծի։ Էսի առաջի մեծ փոփոխությունը, որ ուզում ենք անենք, 6 ամսվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդ պետքա չլինի, հաշվարկած, բյուջե պլանավորած։ Երբ որ ասում ենք 6 ամսվա ընթացքում, շատերը կարող են ասել ոնց է տենց լինում։ Առաջի 2 ամիսը պլանավորում ենք ու միջոցները ուղղվում է 1-ից
Այսքան միլիոնատեր ու միլիարդատեր ունեցող ազգը ոնց կարող տասնյակ հազար մարդիկ հացի խնդիր ունենան, երկիրն է փոքր է, մեծ չի մեր երկիրը։ Երկրորդ բանը բնակարանային տնտեսություններն են։ 21-րդ դարում աշխարհը ուրա հասել ենք դոմիկներից մեր ժողովրդին չեք կարող անենք։ Տնտեսական ծրագրերի մեջ մենք գրել ենք 20,000 բնակարանների մասին։ Դոմիկների հարցը լուծվելու համար Հայաստանի մեծ բան պետք չի։ Պարզա շինարարական պրոցեսը մի տարի պետք է սկսենք, 1-2 տարի մեջ կավարտվի։ Որպեսզի այդ ամբողջ հարցը լուծվի։ Ու բրծենենք այս պատմություններից, ժողովուրդ ջան։ Թե չէ այսքան տարի հաղթական գործիչները ասես գալի ասում գնում։ Էլի մնում է հետևանք, հաղթատությունը էլի մնում է։ Ընդհանրապես հաղթական գործիչների ու տնտեսության մարդկանց տարբերությունը մի բանում է։ Հաղթական գործիչները խոսքի վարպետներ են, բայց իրանք կյանքում փորձ չեն ունեցել հողի վրա գործ անեն։ Տնտեսության գործիչները ինչ ասել են, ինքը պետք է անի եւ դրա համար պատասխանատու է եղել իր միջոցներով։ Սամվել Կարապետյանը այն մարդն է, ով Հայաստանի համար ինչ հայտարարել է, արել է։ Պարտավոր չի եղել Պաշտոնյաների պես, բայց արել է Հայաստան համահայկական հիմնադրամին ամենաշատ միջոց փոխանցած հայը, $70 միլիոն, տարիներ են լինում։ Տարիներ են լինում, որ կարող է հիշեք դուք, հիմա շատ չէր հավաքում համահայկական հիմնադրամը, ինքը ասում էր կրկնապատկեք։ Ու այդ մարդուն եկեղեցուն պաշտպանելու համար մարդիկ ուզում էին կալանավորեն, որ տենային մի հատ ստուգեին, տենային ինքը ինչ ձևի տղամարդ է, տեսան ինչ ձևի տղամարդ է։ Երրորդ բանը, որ ուզում ենք անել, սա երկարաժամկետ ամենակարևոր բանն է։ Գյումրին պետք է ունենա իր մասնագիտացումը, որպես քաղաք։ Առաջին մասնագիտացումը մենք տեսնում ենք, որ Գյումրին Հայաստանի երկու քաղաքներից մեկն է, որ ունի ճարտարապետություն։ Ռեալ գծած, սիրուն ճարտարապետություն, որի վրա կարաս տուրիզմ զարգացնես։ Մարդիկ գալիս են, համ տրամադրություն է փոխվում, համ կոլորիտ կա, մշակութային առումով պետք է ակտիվացվի ավելի, ու Գյումրին դառնա մեր երկրի տուրիզմի Հայաստանի ամենամեծ ուղղություններից մեկը տուրիզմն է։ Երկրորդը պատմականորեն տեքստիլի կենտրոնն է եղել Հայաստանի, Հայաստանը մինչև 40-50 միլիոն $, տեքստիլ է բերում Թուրքիայից։ Մենակ կտոր, իսկ 200 միլիոն շոր։ Սա երկրորդ ուղղությունն է, եւ երրորդ ուղղությունը հայկական պետական բյուջեն տարեկան 1.5 միլիարդ $, ծախսում է դրսի զենք բերելու համար։ Այն ժամանակ, երբ մենք պատերազմի մեջ էինք, ինքնաթիռը թռնում էր, գալիս էր մի հատ Կասպից ծովով փռում էր, Վրաստանը չէր թողում անցներ իր տարածքում։ Իրանով գալիս էր օրը մի ինքնաթիռ։ Մեր երկիրը չի կարող կայուն երկիր լինի, եթե չունի ռազմական արդյունաբերություն։ Ռազմական արդյունաբերության համար պետք է լինի խելացի քաղաք, խելացի մարդկանցով, ձեռներից մարդկանցով, ովքեր լավ են գիտական առումով։ Երկրորդը պետք է այդ քաղաքը ունենա այրապորտ, երրորդը այդ քաղաքը պետք է ունենա գնացքի գիծ։ Ո՞ր քաղաքն է Հայաստանը, որ ունի այրապորտ, գնացքի գիծ ու այն գումարները, որ մենք հարյուրավոր միլիոնները ծախսում ենք ուրիշներին արհեստացնելու համար, մնալը աշխատավարձի տեսքով այս քաղաքում։ Մեզ պետք է տեղականը, մշակութային կենտրոն է առումով։ Հայաստանի մշակույթի նախարարությունը, ընդհանրապես մշակութային կենտրոնը պետք է ուղղությունը վերցնի Շիրակի վրա, Գյումրիի վրա, որպես մեծ ժառանգություն ունեցող։ Իհարկե Երևանն էլ ունի շատ ուժեղ մշակութային կյանք, պետք է աշխատանքի այդ ուղղությամբ տալ։ Ես ձեզ ներկայացրեցի մի քանի ուղղություն քաղաքի զարգացման։ Մի ուղղություն էր, որը բոլոր ուղղություններով Գյումրին հաջողություն ունեցել սպորտը։ Տեսեք ինչեր ենք թվարկում, տեքստիլը ունեցել է, տուրիզմը քաղաքը գեղեցիկ է, սպորտի մեջ ուժեղ է, այրապորտ ունի, գնացք ունի, խելացի բնակչություն ունի։ Լավ, այս ամեն ինչը ունենալով,
Ինչն է պատճառը, որ չեն կարողացել։ Մի բանը, անող չկա։ Չկա մարդ, ում հեշա կնայելի։ Սամվել Կարապետյանը ամբողջ կյանքը կառուցել է գործարաններ, տուրիզմի կենտրոններ, ամեն ինչ ես թվարկեցի արել է։ Փորձ ունի։ Մենք չունենք առաջին փորձն ալինելու։ Հայաստանում ամենաշատ ներդրումն է արել, բայց բազմապատկվելու է։ Կյանքը, մեր կյանքը ինչով է բարդ։ Հույս է տրվել հայ ժողովրդին մի քանի անգամ։ Հույսը գետին անկել, մարդիկ հիասթափվել են։ Բայց հարգելիներս մենք չենք կարող կանգնենք, հիասթափենք ու այն մարդու չհավատանք։ Միակ ձև է ամեն ինչից դուրս գալու, դա հավատն է։ Հավատն է, որ մենք իրար հետ կարանք ունենանք ուժեղ երկիր, ուժեղ Հայաստան։